Բարի հանդիպում բոլորին։ Դեռևս դրանից մի քանի տարի առաջ, երբ որ որոշում էի, թե ինչ զարդանախշերով պետք է, ասենք, նկարեմ հագուստի վրա կամ ինչ նախշ պետք է գործեմ որպես զարդ, գրադարանում հարցրեցի ամեն տեսակ գրքեր հայկական զարդանախշերի մասին։ Ուրեմն այս գիրքը դուրս չեն տարվելիս գրադարանից, բայց կարող ես ուսումնասիրել տեղում։ Եվ ես իր բոլոր էջերը նկարել եմ իմ հեռախոսի մեջ ունեի եւ օգտագործում էի հենց հեռախոսիս մեջի եղած նկարները։ Բայց այս տարի իմ ծննդյան օրը մայրիկս նվիրել է ինձ այս գիրքը եւ ես ուզում եմ կիսել ձեր հետ իմ երջանկությունը։ Այս գրքի բոլոր էջերը նկարված իհարկե հեռախոսիս միջից չեմ ջնջելու, ինչ կանել, որ հիշողության մեջ տեղ չլինի, մի ուրիշ բան կջնջեմ, բայց դրանք այդ նկարները թող մնան։ Էլի կլինի պահ, որ երևի թե պետք է։ Ես ուզում եմ միասին թերթենք, նայենք բոլոր էջերը, թե ինչ կա այս գրքում, ուսումնասիրենք գիրքը միասին։ Սա երևի թե ամենաերկար վիդեոն կլինի իմ ալիքում։ Ուղղակի չեմ ուզում կտրել վիդեոն, մի քանի մասերի բաժանել։ Եկեք միասին թերթենք, նայենք բոլոր էջերը։ Տեղ-տեղ երաժշտություն կտեղադրեմ, տեղ-տեղ եթե ինչ-որ ասելիք ունեցա, կրկին կմիանամ ձեզ։ Իսկ առայժմ եկեք նայենք միասին։ Ուրեմն գրքի հեղինակներն են Արմեն Գյուղջյանը եւ Հրայր Բազել Խաչերեյանը։ Գիրքը կոչվում է Հայկական զարդարվեստ։ Առաջին բաժինը նվիրված է վարդակներին։ Վարդակները հիմնականում խաչքարերի վրա են հանդիպում, խաչի կամ մեջտեղում, կամ վերևում, կամ ներքևում։ Այն հիմնականում խորհրդանշում է հավերժությունը եւ քրիստոնեության հաղթանակը, սակը։ Ահա այսպիսի վարդակների տարատեսակներ են տալիս, ես չեմ ուզում հատիկ առ հատիկ վարդալ, թե որ խաչքարը, որ եկեղեցու բակում է։ Վարդակների մի այլ տեսակ է նաեւ արևախաչի տարբեր տեսակները, որոնք ևս խորհրդանշում են հավերժությունը։ Ցանկացած վարպետ, ով զբաղվում է զարդարվեստով կամ իրարական արվեստով կամ զարդեր է պատրաստում կամ նկարում է հագուստի կամ այլ բարականների վրա, դեպի այս գիրքը պետք է ունենա իր ձեռքի տակ։ Ուզում եմ առավել ուշադրություն դարձնել այս էջին, որի վրա նկարված է հնգաթև աստղը, այլ կերպ նաև ասում են Դավթի աստղ, այստեղ տեսնում եք հնգանկյուններ, կանոնավոր հնգանկյուններ, ասեմ, որ այսպիսի նշաններ, այսպիսի զարդանախշեր շատ քիչ եկեղեցիների կամ խաչքարերի վրա կարող եք տեսնել, մասնավորապես այստեղ օրինակ է բերված Հարիճավանքի եւ Մակարավանքի պորտալների, այսինքն դրան վրայի զարդանախշերի, ահա այստեղ տեսնում եք, դրան վրայի զարդանախշերի վրա այդ հնգանկյունները եւ հնգաթև աստղերը, ասեմ, որ հայկական զարդանախշերին եւ եկեղեցական սիմվոլիզմին ավելի համապատասխանում է ոչ թե հնգաթև, այլ 6-աթև, 8-աթև կամ 12-աթև աստղերը, ինչպես տեսնում ենք հաջորդ էջի վրա, եւ եթե ուշադրություն դարձնեք գմբեթների կառուցման եղանակի վրա, այնտեղ եւս կտեսնեք 6 անկյուն, 8 անկյուն կամ 12 անկյուն գմբեթներ, այսինքն աչափ անկյունների քանակով կամ ճառագայթների քանակով աստղերը ավելի համապատասխան են եւ ավելի շատ են մեր զարդարվեստում, քան հնգաթև աստղերը։ Մերը դարա
Ամեն տեսակ հյուսկերը, հանգույցները և պարաններով ինչ-որ զարդանախշերը ևս խորհրդանշում են հավերժությունը, անվերջությունը, այսպես ասած, և չարխապան սիմվոլ են նաև, որովհետև դրանց գալարների մեջ ոնց որ խճճվում է չարը և առաջ չի կարող շարժվել։ Դրա համար այդպիսի նախշեր շատ հաճախ քանդակվում են եկեղեցիների դռների և պորտալների վրա։ Կենդանակերպ և մարտակերպ մարդու գլխով կենդանիների մարմնով նախշերը ևս յուրահատուկ են հայկական զարդարվեստի համար և տարածաշրջանում գրեթե չեն հանդիպում այլ պետությունների ազգերի մոտ։ Ձուկը վաղ քրիստոնեական շրջանի սիմվոլ է և այն խորհրդանշել է Հիսուս Քրիստոսին։ Ես այդպիսի սիմվոլներ տեսել եմ հաղարծինում քանդակված, մյուս վանքերում գրեթե չեմ եղել, որոնք այստեղ պատկերված են, մակարավանքում եմ եղել միայն։
մասնակերպ քանդակները հենց եկեղեցիների մեջ եւ եկեղեցիների պատերին քանդակել է, ինչպես նաեւ Մայր Աստվածածնի եւ Մանուկ Քրիստոսի պատկերներով քանդակները, դրանք ավելի ուշ շրջանի քանդակներ են, ավելի ուշ շրջանի կոթողների վրա կարող են հանդիպել, քանի որ դրանք բյուզանդական արվեստի ազդեցությունն են կրում ավելի շատ եւ եթե ասենք ձգի պատկերով սիմվոլները եթե տեսնում եք ուրեմն դրանք բավականին հին են վաղ քրիստոնեական շրջանի, ապա այս պատկերները ավելի ուշ շրջանի 13-րդ, 14-րդ դարերի կոթողների վրա կարող են հանդիպել։
Եթե ասացի, որ մարտակերպ քանդակն ու յուտը դրանք ավելի շատ հյուսանդական ազդեցություն ունեն, ապա այս ցանցի տիպի զարդանախշերը կամ ցանցերը դրանք ավելի շատ արևելյան ազդեցությունն է, Չինաստանից սկսած մինչև պարսկական, եւ ուզում եմ ինձ ճիշտ հասկանալ, երբ որ ասում եմ բյուզանդական կամ պարսկական ազդեցություն, հենց ազդեցությունը ի նկատի ունեմ։ Հայկական զարդանախշերը տարբերվում են թե բյուզանդականից եւ թե պարսկականից։ Իրանց ձևերով, իրանց գույներով, իրանց խորությամբ, իրանց քանդակելու կամ նկարելու ոճով։ Դրանք պարսկական չեն, դրանք պարսկականի ազդեցության տակ ստեղծված հայկական են։ Ահա եւ վերջ իմ հոյակապ գիրկը այսքանն էր։ Հուսով եմ դուր եկավ ձեզ։ Մարդիկ կլինեն, ովքեր չեն իմացել այս գրքի մասին եւ էսոլովակի միջոցով իմացան։ Մարդիկ կլինեն, ովքեր տեսնելով այս գրքի գեղեցկությունն ու օգտակարությունը իրենք կցանկանան ձեռք բերել այս գրքից։ Մի խոսքով, հուսով եմ չծանծրացաք։